Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բավական հետաքրքիր, բացառիկ էքսկլյուզիվ թողարկում եւ ուրեմն շատ սպասված հյուր, բայց նրա մասին րոպեներ անց, որովհետեւ ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով։ Առողջ լավ մարդկան շրջապատում աստծոնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնանք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Արի մոտսում իմ նատանը, որովհետև կարոտել եմ համել, քո ժպիտը ու շուրթերիդ համը, ինձ ագամ է։ Ունեմ մի հայացք, մի նայվածք, մի ժպիտ, էй, որը տենալուց պակասում ա օդը, էդ այն չարած ու առանց իմ յարի, չի գալի մուսա, չգիտեմ ոչ մի նոտա, ու մեր մեջ ասած սնորված ա աշխարը, որտև առանց էր կործանվում ա դարը, սերը լինում ա համտակ համ է սարը, ախ ինչ լավն ա իմ յարը։ Քեզ կարոտում եմ ամեն վարկյան, ուզում եմ շուտ թե վերառնեմ ու կամ halvem gânam, ամեն վարկյան, մոտդ մնամ ու անեանամ, սրտիս ողսերը հանեմ ու տամ, կզգաս որ կամ, ամեն վարկյան, չունեմ դեմի ճարարը, համփուլեմ սիրտս հովանա, նանա սովենա, արևին կասեմ ուշացի, մի տխրի ու դու միլացի, քոնն է սիրտս իմացի, քեզ կարոտում եմ ամեն վարկյան, ուզում եմ շուտ թե վերառնեմ ու կամ halvem gânam, ամեն վարկյան, մոտդ մնամ ու անեանամ, սրտիս ողսերը հանեմ ու տամ, կզգաս որ կամ, ամեն վարկյան, իմ համար դարդ ես արել, նույնիսկ երբ քեզ նեղացրել եմ, չիմանայր հանգիստ ապրել, ու չէի լսի տխուր եքերս, բայց հիմա արի ու տես, պատանու պես մոլորվել եմ, համ սրտանց, համ մի սրտ է, քո մասին ես երգը գրել եմ, ինքը համ բարի, համ մեկի չվայրի, գեղեցկությամբ կարա հանգիստ այրի, առանց բարևիտ կարա օրը մարի, ամեն վարկյան օր շաբաթ ու տարի, քեզ կարոտում եմ ամեն վարկյան, ուզում եմ շուտ թե վերառնեմ ու կամ halvem gânam, ամեն վարկյան, մոտդ մնամ ու անեանամ, սրտիս ողսերը հանեմ ու տամ, կզգաս որ կամ, ամեն վարկյան, քեզ կարոտում եմ ամեն վարկյան, արի մոտս, halvem gânam, մոտդ մնամ ու անեանամ, եփեմյան, կզգաս որ կամ, ամեն վարկյան, քեզ կարոտում եմ ամեն վարկյան։ 21 TV եթերում աշխատանքը շարունակում է, ընթացքի մեջ պահպանում է Ձինայդ նախագիծը եւ այս բան փոքրիկ տեսանյութի դեպ ասեմ բավականին հետաքրքիր է, երաժշտական է, ինֆորմացիոն է եւ տեսանյութի հերոսը րոպեներ անց կլինի մեզ մոտ տաղավարում, ում այս խոսքը կիմանեք հենց հիմա։ Ես
վստահ եմ, որ հենց հիմա համացանցի գերիները միանգամից ճանաչեցին այն երիտասարդի սիմպաթիչնի, որ ինձ մոտ տաղավարում է եւ ես շատ երկար եմ նրան սպասել ինձ մոտ տաղավարում, որոշեցինք հանդիպել ոչ թե եթերից դուրս, այլ եթերի ընթացքում եւ շատ հարցերի պատասխաներ անձամբ ստանամ նրանից։ Ըստ սահմանադրական օրենքի պետք է ներկայացնեմ մեծագույն սիրով հյուրընկալ եմ բլոգեր Ալեքսին, իմ հին եւ հավատարիմ ընկերոջը։ Ալջան, ողջույն։ Ո՞նց ես։ Լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Նախ անցնենք դուի։ Եվ ասեմ, որ այսօր տեսքդ շատ սիրուն է։ Մերսի։ Ու դու գիտես, ես չեմ դիմացել արտահայտվել եմ, ասեմ, որ ես վերջի ստացված ոճդ ինձ դուր է գալիս։ Ես մի հարց տամ, հետո անցնենք բուն թեմային։ Ես գիտեմ, որ դու նաև իմ անդավաճան ընկերոջ մոտ ես հաճախում սիրունանալու համար, խոսքը սրափի մասին է։ Շարունակում ես։ Սրափն է էլի քո ոճաբանը, թե տարբեր տենց։ Մազերին ներկելու։ Մազերին թարապես, հա, ոճը։ Որ ներկում եմ, երբ ինչ որ բանից դժվարանում եմ, հա, սրափը հասնում է ինձ օգնության, բայց ես փոքրուց սկսել եմ այդ ներկերի հետ նկարչություն եմ շատ սիրել փոքրուց, ու տենց ներկերը սկսել եմ անել ինքս, իմ մազերը ներկելը, ու սրափը եղել է, որ ասենք չեմ ուզեցել ես անեմ, գնացել եմ ինքն արել իմ մազերը։ Դե սրափը այդ գործում վստահում եմ էլի իմ մազերը սրափին ու ինքը անում է այն ինչ որ ես ուզում եմ, բայց ես էլ եմ անում տունը ու ինքը միշտ ինձ կովում, ասում է քո ձեռից գալիս է էլի։ Կարող է տենց որոշես բլոգերության հետ մեկտեղ նաև զբաղվել, ինչու ոչ ոճաբանությամբ։ Դա կոմոց կստացվի։ Երբեք մի ասա երբեք, բայց ինձ թվում է մոտակա շրջանում հաստատ չէ։ Հաստատ չի լինի։ Ալեքսը բավականին ակտիվ է համացանցում։ Ես գիտեմ, որ ունես իսկապես անդավաճան հետևորդներ, որոնք ես հետևում են, ամեն քայլդ գիտեն։ Շատերն էլ ասում են, այ օրինակ Ալեքսը, այս սենց արել, ուրեմն կարելի է տենց անել, այսինքն նրանք նաև քո խորհուրդներն են ընդունում մի խոսքով։ Տարբեր ոճերի մեջ, չգիտեմ, խոսքիդ մեջ քեզ քո կողքին են։ Հիմա ինձ հետաքրքիր Ալեքսը ինչպես սկսեց այդ բլոգեր ասված դառնալ երևույթը, հա, դու որոշել ես դառնալ բլոգեր, թե ինքնըստինքյան ստացվել ալ։ Բացարձակ մտքովս չի անցել, որ երբևիցե հեռախոսը կվերցնեմ ու կսկսեմ ինչ որ վիդեոներ նկարել։ Միշտ ասել եմ բազմիցս, էլի կկրկնվեմ, ես բլոգերական ասպարեզը սկսել եմ անել էկրանի հետևի կողմից։ Սկզբնական շրջանում իմ դեմքը չի երևացել իմ վիդեոներում։ Դա եղել է COVID-ի ժամանակ 2020 թվականին, բայց TikTok-ը ունեի դեռ Musical.ly ժամանակվանից։ Եվ այդպես սկսում էի նկարել իմ ընկերներին, աշխատանքի վայրը, Գյումրիում, որտեղ որ աշխատում էի, իմ գոլեգաների հետ հումորներ էինք անում Գյումրվա բարբառով մեր, ու դիտումներ էր հավաքում ու հասկացա, որ կոմենտների մեծամասնությունը ուզում են ինձ տեսնեն, ասում են էկրանի հակառակ կողմում կանգնած տղային, որի ձայնը մենք լսում ենք, ուզում ենք իրան տեսնենք։ Լավ։ Ու այդպես մի 5-6 ամիս հետո արդեն սկսեցի ես ինձ էլ ցույց տալ, բայց արդեն ունեի բավականին հետևորդներ։ Ու տենց Ինչքան ժամանակ է դու տեղափոխվել ես Երևան։ Ցինչան, Երևան տեղափոխվել եմ 2016 թվականից, հետո հետ եմ գնացել նորից, որտեղ այնտեղ Գյումրիում աշխատանքի առաջարկ ստացա, այստեղ էի աշխատում։ Տեղափոխվեցի Գյումրի, այնտեղ աշխատեցի, հետո COVID-ը եղավ, մնացինք տանը, բարդություններ, դժվարություններ, այդ մենակ մեզանով չէր, ամբողջ աշխարհով էր ու հետո նորից տեղափոխվեցի Երևան, բայց ես իմ Գյումրիից անդավաճան եմ։ Դե մանավանդ քաղցր ակցենտ է, այդ բարբառը ամենահաճելին է։ Շատ լավ։ Ալեքսը այսօր բնակվում է մենակ տանը, բայց կենդանիների հետ։ Ալ քանի կենդանի է սպաղում տանը։ 2։ 2 շուն։ 1 շուն, 1 կատու։ Այսօր ինչ եմ տեսել քեզ մոտ story-ով։ Շատ շներ, այդ ինչա երազանքա, թե տենց սիրում ես այդ տեսակը։ Չէ, ակիտաների հետ կապված որ վիդեո տեսնում եմ, ես քժվում եմ ուղակի ու իմ կատվի ցանկացած կենտանու հոլովակ որ տեսնում եմ, շատ եմ սիրում կենտանիների։ Շատ լավ։ Կան բլոգերներ, որոնք օրինակ ակտիվորեն ցույց են տալիս իրենց առօրյան։ Հա դու բոլորն ես ցույց տալի ինչ կատարում է քեզ հետ, թե նախընտրում ես այն ինչ որ հաճելի է նաև քեզ համար։ Եթե անցած տարիքայ ձեր հաղորդմանը ես կարելի ասել այն որ ասում են մնում է
ցույց տաս թե ոնց ես գնում Հա։ հիմա չէ։ Խիալ, ինչա փոխվել քեզ մոտ։ Չգիտեմ, երևի հոգնեցի։ Ես շատ տեղեր կարող է հաճախեմ, օրինակ ու ոչ մի ստորի անգամ չանեմ հիմա։ Բայց դա ընդհանրապես չի ազդում իմ այդ որ ասում են ակտիվս, իմ ակտիվության հետ ընդհանրապես դա չի ազդում։ Դե մարդիկ շատ սիրում են, երբ որ ես խոսում եմ։ Բայց հիմա տենց երբ տրամադրություն ունենում եմ, հավեսս տեղն է լինում, անում եմ։ Ալեքս մեծացել ես։ Երևի։ Արի ստուգենք քո հենց հիմա story ասվածի ակտիվությունը։ Ես գիտեմ, որ շատ բլոգերներ ասում են, եթե Reels-ը տեղադրում եմ image-ում, էս կինն է։ Եթե story-ն եմ տեղադրում, էս կինն է։ Եթե ես եմ նկարվում, էս մի կինն է։ Ու շատերից բավականին էլ թանկ մեծ տենց գնացուցակ են ուզում, չգիտեմ ինչի հաշվին են գնահատվում, բայց ես լսել եմ նաև այսպես, ասում են, իսկ քո story-ն քանի անձ է նայում։ Ասում եմ, իմ story-ն կարող է նայել 10 անձ, բայց 10-ը շատ կարևոր լինի, որովհետև կան նաև բավական շատ fake-եր, այսօր յուրաքանչյուր անձ ունի մի 10 հատ fake, ինձ ոչ մեկ չի համոզի, որ fake edge-եր չունեն, որ այդ fake edge-ով հետևում են տարբեր օրինակ մարդկանց edge-երը։ Շատ լավ, քեզ դա պետք էլ չի։ Արի մի բան փորձարկենք։ Խնդրում եմ, դու հենց հիմա ծրագրի սկիզբն է։ Story-ը, որ դու Դինայի մոտ ես, եւ տեսնենք թե քանի անձ է հետևել քեզ եւ քանի անձ է դիտում մեր ծրագիրը, բայց ծրագրի ավարտի ընթացքում դու ինձ անկեղծ ցույց ես տալի քանի անձ է հետևել։ Կարող ես Ալեքսը story անում։ Ողջույն սիրելի ընկերներ, այսօր ես Դինա Հակոբովնայի մեր շատ սիրելի հաղորդման հյուր եմ։ Մենք հիմա գտնվում ենք 21 TV-ում եւ Դինայի հետ այսպիսի փոքրիկ պայմանավորվածություն ունենք, որ պետքա story տարբերակ տեղադրեմ եւ հաղորդման վերջում հասկանանք ինչքան դիտում է հավաքել իմ story-ին եւ ցույց տամ ինչքան մարդ է նայել իմ story-ին։ Այսքան տեսնենք։ Տեսնենք ինչքան մարդ կնայ այս ժամին։ Այս Քո story-ին։ Այո։ Խնդրում եմ, մենք սպասում ենք վարքյաններով։ Դու նշիր նաև ինձ։ Ու մենք կարող ենք ասել, թե օրինակ թանկարժի story-ին, թե ոչ։ Ինչքան մարդ է նայել իմ story-ին։ Այս Տեղում նաև մոնտաժում եմ։ Մերջ։ Հմուտ աշխատանք։ Ամեն մի գործողություն ժամանակ է պահանջում, չէ՞։ Իհարկե, դրա համար էլ որակը պետք է պահպանենք։ Դե ինչ, ծրագրի ավարտին ամփոփման ընթացքում մենք ստուգենք, թե մոտավորապես օրինակ 15-20 րոպեների ընթացքում քանի դիտում է հավաքել story-ին, գնացուցակ արդեն պարզ կլինի արժե այդքան վճարել story-ի համար, թե ոչ։ Բայց ես ունեմ քեզ համար նաև բլից հարցեր։ Այլ, ուզում եմ այդ հարցերի օգնությամբ նաև ինչու ոչ, հասկանանք, թե ինչպիսի ճաշակիտ է Ալեքսը, ինչ է սիրում, ինչ է նախընտրում եւ այսպես շարունակ։ Առավոտյան սուրճ, թե երեկոյան թեյ։ Առավոտյան սուրճ։ Նախաճաշ անկողնում, թե երեկոյան մոմերի տակ ընթրիք։ Ոչ այն, ոչ այն։ Հա, լավ։ Սպորտային հագուստ, թե երեկոյան հագուստ։ Չէ, սպորտային։ Լավ։ Նախընտրած ուտեստ։ Տոլմա։ Իսկ խմիչք։ Դե խմիչքի սիրահար չեմ շատ, բայց լավ շամպայնի չի հրաժարվի։ Շատ լավ։ Իսկ ունես սիրած կենաց։ Որ քոնն է, կամ սիրում ես այդ կենացի։ Ես չեմ սիրում տենց։ Տենց բաներ չես սիրում։ Շատ լավ։ Ինչի մասին երբեք չես բարձրաձայնի։ Հազվադեպ եմ բարձրաձայնում, իմ տխուր պահերի մասին չեմ սիրում բարձրաձայնել, որ չեմ սիրում, որ ես տխուր եմ մարդիկ ինձ տեսնում, որտեղ մարդիկ միշտ ինձ ուրախ են տեսնում։ Համաձայն եմ։ Իսկ կա մի բան, որ երբեք չես անի։ Այս դաժան աշխարհում չեմ դառնա չար։ Լավ։ Ինչից ես ամենաշատը վախենում։ Որ տատիկից չկորցնեմ։ Կինո թե ներկայացում։ Երկուսն է սիրում եմ։ Ով է քո կյանքի հերոսը, Ալեքս։ Չենք բարձրաձայնում, հասկացա։ Իսկ ինչը երբեք չես ների։ Դավաճանությունն եմ։ Մայրաքաղաքում նախընտրած անկյուն ունես, որ դա քոնն է, սիրում ես գնալ այդտեղ միշտ լինել։ Շատ տեղեր եմ սիրում, բայց սիրում եմ, որ կասկադետ աստիճաններով հելնում եմ, ու ասես սիրում նստում եմ մի հատ անկյունում։ Հասկացա, նախընտրած վայր է։ Ինչ ես անում, երբ տխուր ես լինում։ Դա երևում է քո դեմքից։ Աչու ձախ կռվում ես։ Չէ, ես չեմ սիրում կռիվներ։ Լացել հազվադեպ է լինում, որ կարա լացեմ։ Որ sense կարա դեմքս սառի, բայց արցունք գնա։ Անձայն։ Այդ ժամանակ հետո վատանում եմ։
Կարասեն ցնցումների մեջ ընկնեմ։ Բայց ես կենտանիների սիրում եմ, տենց ուրախ երկ եմ դնում, ես ինձ բան եմ անում։ Սրում ես, հասկացա։ Շատ լավ, իսկ ո՞րն է Ալեքսի ամենաուժեղ կողմը։ Ես միշտ հավատարիմ եմ իմ սկզբունքներին։ Երբեք իմ առաջ դրած պայմանները դժվար, չեմ ասում, «Վայ, այս դժվար է, ես չեմ կարող»։ Ես կամ որ ինձ ասում են, «Դու էսի չես կարող», ոչ թե դրա հակառակն եմ ուզում ապացուցեմ, որ չէ, դուք սխալ եք, ես ոչ թե չէի կարող, ես ուզում եմ ապացուցեմ, որ դուք եք սխալվում, ես կարող եմ։ Կարող է դուք չեք կարող, բայց ես կարող եմ։ Լավ սկզբունք է։ Հա, ես այդպես եմ։ Շատ լավ։ Մարդ, ով գիտի քո բոլոր գաղտնիքները, կա այդպես մարդ։ Մեկ կիսվում ես։ Մայրիկս, տատիկս, ավելի շատ տատիկս, հետո մայրիկս, ու իմ ընկերներից մի քանիսը։ Իդեպ տատիկը ոնց է։ Լավ է։ Լավ է, չէ՞։ Որտեվ ամբողջ ազգը արդեն նեղվում էր։ Ես էլ հետը։ Հատությունն է սպասվում։ Ոչինչ, ես վստահ եմ դա շատ լավ է լինելու։ Լավ, բոքս թե շախմատ։ Բոքսի գնացել եմ փոքր ժամանակ, բոքս։ Բոքս, լավ։ Իսկ Արման Ծառուկյան թե Մագրեգոր։ Արման Ծառուկյան։ Շատ լավ։ Հաճախ ես սեր խոստովանում։ Ես 27 տարեկան դարձա այս տարի, առաջի անգամ իմ կյանքում նոր սիրահարվել եմ։ Ալեքս, եթերում բացահայտում։ Այսինքն կարող է շատ շուտով նաև ցանկալի փեսացուների շարքերը լքես։ Չէ, հա լավ, տենց կորուստը չի լինի ամենայն դեպս։ TV թե ռադիո։ TV։ Չեմ հավատա, որ դու ասես ես ռադիո եմ ամեն օր լսում։ Չէ, չեմ լսում։ Մեքենա որ ունենամ, հաստատ կլսեմ։ Շատ լավ։ Իսկ կարգախոս որ քոնն է։ Կարգախոս։ Երբեք մի հանձնվիր ու այդ դաջվածքը ես վերջերս արել եմ։ Հայատառա գրված։ Միշտ կանգնիր ամուր, չէ, անգլերեն։ Անգլերեն։ Հա, միշտ կանգնիր ամուր ու մի հանձնվիր։ Շատ լավ։ Արի հիմա անցնենք նաև մեր ֆորմատին, հետո ամփոփենք թեման։ Ընդհանրապես ինձ մոտ տաղավարում նաև ես հյուրընկալում եմ այն մարդկանց, ովքեր առիթների հետ կապ ունեն։ Նու վարող, կազմակերպիչ, երգպարող, հասկացար։ Ես ուզում եմ իմանալ Ալեքս ինչպիսին է որպես հոբելյար։ Ես տեսակներ ասեմ, դու ընտրի, հա։ Okay։ Երիտասարդ ով ամիսներ առաջ սիրում է կազմակերպել ծննդյան օրը, երիտասարդ ով այդ օրը չի սիրում, տեսակ մեկուսանում նեղվում է, եւ երիտասարդ ով տուն տեղ ընկեր կոլեկտիվ ոնց էլ չլինի իր համար մի բան կկազմակերպեն, որն է քոն Ալեքս։ Խոսքը իմ ծննդյան օրը կազմակերպելու մասն է։ Ես առհասարակ իմ ծննդյան օրը տենց մի քանի անգամ ա եղել, որ Հայաստանում եմ նշել, ու փոքր ժամանակը չհաշված, թե բարձա, առհասարակ իմ ծննդյան օրերին փորձում եմ ճամփորդել, որովհետև իմ համար ավելի հաճելի կլինի ես գնամ ինչ-որ ուրիշ երկիր, մի հատ sense գեղեցիկ արձան տեսնեմ նոր, ու այդ մի հատ պուջուրի կեքսի վրա թեկուս մի հատ մոմ փչեմ, քան հասկացա։ Ավելի շատ այդ եմ սիրում։ Վերջի ծնունդը ոնց ա եղել ալ։ Վերջի ծնունդը ես նախ 27-ամյակի հետ չհարմարվեցի։ Ինչու՞։ Չգիտեմ, այդ 7-ը իմ վրա ահա որ ազդում էր։ Ես իմ բոլոր ընկերներին ասեցի, եթե դուք 27 դրեցիք տորտի վրա ու եկաք մեր տուն, բոլորիդ դուրս կանեմ տանից ու բոլորը 20 դրած եկան։ Հետո։ Հա, դեպատակ էի անում իհարկե, որ չուզենա հիմա չէի ասի հաղորդման ժամանակ, ու տենց իրիկունը նշեցինք 12-ին, հիմա դե սովորություն է դարձել, չէ՞, մարդիկ 12-ին են անում։ Ես առհասարակ սիրում եմ ես ուրիշների ծնունդներին, իմ ընկերների, տատիկի, մամայի, իրանց ծննդյան օրերը ավելի տոն դարձնեմ, իրանց ծննդյան օրերին ես ավելի ուրախ եմ, քան կոնկրետ իմ ծննդյան օրը։ Ես միշտ sense ոնց որ օթերի մեջ լինեմ, ուզում եմ այդ օրը շուտ անցնի։ Լուրջ ես ասում։ Հա, հաջորդ օրը ավելի կարող է շատ սիրեմ, կամ նախորդող օրերը ծննդյանս, բայց կոնկրետ բուն ամանորին ոնց է, որ հիմա սենց բոլորս նախատոնական սպասում ենք ու ասենք դեկտեմբերի 31-ը գալիս է, սենց քաղաքը լռություն, չէ, սենց այդ իմ վրա ազդում է, ես այդ չեմ սիրում, ես սիրում եմ այս նախատոնական օրերը։ Հիանալի է։ Ալարիստուգենք քանի անձ է հետևել ստորին քանի անձնել ու ես եմ բարձրաձայնելու եթերում։ Մոտավորապես հասկանանք։ Ասենք, որ ընդամենը մի քանի րոպե է անցել,
story տեղադրելուց Ստորին տեղադրվել է 10 րոպե առաջ այո եւ մեզ նայել են 4630 հոգի մարդ։ լսեցիք ապրեք մնաց հետևենք տեսնենք թե քանի follower է ավելացել Ալեքսին հետևելով մենք ունենք օրվա հոբելյարներ խնդրում եմ տեսախցիկին նայի ու շնորհավորի նրանց Նախ շնորհավորում եմ բոլոր հոբելյարներին, ովքեր ծնվել են այսօր ու առհասարակ։ Նախ ցանկանում եմ, որ բոլոր դեպքերում ինչքան էլ կյանքը դժվար լինի, ձեր համար այս կյանքում մնաք մարդ, ձեր սկզբունքներին չլինեք դավաճան եւ նորվա խոսքերս կկրկնեմ նորից, կանգնեք ամուր ու միշտ առաջ։ ապրես Եվ ամենակարևորը առողջ լինեք։ Ապրես, ես շատ շնորհակալ եմ քեզ, որ այստեղ ես։ Ես գիտեմ դու եթերից դուրս ավելի էմոցիոնալ ես, ավելի աշխուժ ես։ Մի տեսակ, բայց ասով որ բավականին թեթևեր, դու մի տեսակ շատ ես նեղվում ինձ մոտ եթեր գալուց, կոմպլեքսավորվել ես Ալեքս։ Ես էությամբ շատ հանգիստ եմ։ Ուղղակի ես վիդեոների ժամանակ կարողա էմոցիոնալ ինձ պահեմ ու մարդիկ մտածեն պոզիտիվ ուրախ մարդ եմ։ Չէ, կոմոդ գալուց մենք դե վաղուց ենք պլանավորում, ուղղակի ոնց որ չէր ստացվում, հա, տատիկս մոտս էր հիվանդանոցն ենք գնում անընդհատ, վերջերս հաղորդման հյուրեի ու այնտեղ ես ինձ շատ վատ եմ զգացել, ու փոշմանել եմ, որ մասնակցել եմ այդ հաղորդմանը, որովհետև հնչած հաղորդման հարցերը իմ կարծիքով չափից դուրս էին։ Ես չափից դուրս զայրացել էի ու երբ տուն գնացի ինձ իմ ընկերները ասեցին, որ մի վատ զգա ու իրանք իմ վրա շատ զայրացան, որ ես իմ մասին ինքնակնդատում եի ու հասկացա, որ այո, պետք չի։ Այո։ Ես երբեք չպիտի ինձ ինքնակնդատեմ եթերի ժամանակ, որովհետև սովորաբար երբ դու TV-ում կամ թեկուզ բլոգերները իրենց էջում իրենց քննադատում են, ասենք ես օրինակ կանգնեմ ասեմ ես ծախլիկ եմ, ես աչլիկ չեմ, մարդիկ կհիշեն, որ ես ծախլիկ եմ ու ինձ այտենց կֆիքսեն։ Բայց որ ես ոչինչ չասեմ կամ ես ասեմ, երեխեք, ես գրում եմ աչ ձեռքով, իրանք կֆիքսեն, որ ես գրում եմ աչ ձեռքով ու այդ սովորական է, չէ՞։ Սովորաբար աչլիկ են լինում մարդիկ։ Դրա համար ինչ ասում ես մարդկանց մեջ այդ է ֆիքսվում։ Միշտ պետքա բոլոր մարդիկ թող իմանան ձեր մասին միշտ լավ ասեք։ Ես մի քիչ ամաչում եմ իմ մասին, ինձ գովալ չեմ սիրում, բայց փաստը մնում է փաստ, որ այդպես է։ Իմ ավակ ընկերները ինձ խորհուրդ տվեցին, որ մի թերագնահատի քեզ։ Դու այսօր Հայաստանում ունես դու ուրույն տեղը, ինչ էլ ուզում ա լինի, դու կարծրատիպ ես կոտրել, քեզ սիրում են մեծահասակները։ Ես որ նայում եմ իմ ստատիստիկան, ինձ 70+ անձինք են նայում, տատիկ, պապիկներ։ Տենց։ Ես էլ լինելով ավակ սերունդ արդեն տարիքայինով կարող եմ ասել, ես քեզ։ Չէ, քեզ դու շատ երիտասարդ ես։ Դե, բայց տարիքով կարող եմ ասել, որ ես քեզանից բավականին մեծ եմ, ես քեզ ասում եմ, որ դու երբեք քեզ չթերագնահատես, արա այն ինչ ուզում ես, բնականաբար չափի մեջ, որովհետև ես գիտեմ, որ դու եւ ծնողասեր ես, սիրում ես հարգել մեծին եւ շատերը քեզ ավելի շատ գնահատեցին, սիրեցին, երբ որ դու մանկապես դողում էիր տատիկի ցավերի համար։ Այդ կարևոր երևույթ է։ Բլոգերներ կան, որոնք դրանից օգտվում են, բայց դու փաստ ցույց ես տալի, թե ինչքան նեղված ես։ Հիմա լիցքա թափվում ես, ավելի լավ։ Եթերից հետո ես սպասում արձագանքների եւ ինչու ոչ, նորության դեպքում ինչ որ բան փոխվելուց անձամբ արձագանքում ես, գալիս ես ինձ մոտ եթեր, ես քեզ շատ սիրում եմ եւ միշտ գրկապած կսպասեմ։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ այսքանից հետո հարգարժան հեռուստադիտողներ, այլ ոչ թե բլոգերներ, ես ես հաջողություն կմաղթեմ միմիայն հանդիպելու ակնկալիքով։ Միջև հիմա ձեզ հետ բլոգեր Ալեքսն էր եւ ձեր Ձինա Ակոպովնան։ Ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում։ Բարինը ձեզ։ Բաց արա, պատուհանդ բաց, սիրտ
լեզու շաքար շուրտերը տանուշ նեկտար օրոր շորոր նազերով խելքը սարիտար հեյ սիրտդ քար լեզու շաքար համբույրը տանուշ նեկտար սևուկ սիրուն աչերով սիրտը իմ մտար մանդ մանդ մանարի հետս մեր թաղով պար պար պարարի աչքերիդ խաղով քեզ օր ու գիշեր երգեմ սերս անսահման որ գրկեմ ու քեզ ասեմ ջան 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 սիրտդ քար լեզու շաքար շուրտերը տանուշ նեկտար օրոր շորոր նազերով խելքը սարիտար հեյ սիրտդ քար լեզու շաքար համբույրը տանուշ նեկտար սևուկ սիրուն աչերով սիրտը իմ մտար դե արի կյանքս արի արևս էլ մի մարի դե արի կյանքս արի արևս էլ մի մարի դե արի շուտ արի դառնամ ես այս աշխարհի ամենաերջանիկը ջա 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 շաքար շուրտերը տանուշ նեկտար օրոր շորոր նազերով խելքը սարիտար հեյ սիրտդ քար լեզու շաքար համբույրը տանուշ նեկտար սևուկ սիրուն աչերով սիրտը իմ մտար սիրտդ քար լեզու շաքար շուրտերը տանուշ նեկտար օրոր շորոր նազերով խելքը սարիտար հեյ սիրտդ քար լեզու շաքար համբույրը տանուշ նեկտար սևուկ սիրուն աչերով սիրտը իմ մտար սևուկ սիրուն աչերով սիրտը իմ մտար